Երևանի Առաջինատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորի գործավարը միջնորդել է մեկ այլ քաղաքացիական դատարանի դատավորի կաշառք ստանալու հարցում, չեղյալ ճանաչելու բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի որոշումը, որը վերաբերում է բանկի և քաղաքացու միջև վեճի լուծմանը։ Քաղաքացու վարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով 12 տարվա կուտակված 13 միլիոն դրամը գանձելու բանկի հայցը արբիտրաժային դատարանը բավարարել է։ Ֆինանսական արբիտրաժային դատարանը վճիռ է կայացրել 2025 թվականի հունվարի 12-ին, այնուհետև պատասխանող կողմը ըստ էության օգտվելով իր իրավունքներից, բողոքարկելու հնարավորությունից, դիմել է իր բարեկամին, ով զբաղեցնում է դատական իշխանությունում որոշակի պաշտոն, ով էլ իր հերթին առաջարկել է իր ծանոթների շրջանակում փաստաբանական ծառայություններ իրականացնող փաստաբանի։ Փաստաբան Արմինե Հարությունյանն ըստ քննիչի արբիտրաժային դատարանի որոշումը բողոքարկելու հայց է ներկայացրել դատարան, այն պնդմամբ, որ քաղաքացին փոխել է բնակության վայրը եւ պատշաճ չի ծանուցվել։ Քաղաքացիական դատարանի վճռով չեղյալ է համարվել ֆինանսական արբիտրաժային դատարանի որոշումը։ Փաստաբանը պատասխանողի հետ պայմանագիր է կնքել իրավաբանական ծառայություններ մատուցելու մասին, որով պայմանագրի գումարը կազմել է 2 միլիոն ՀՀ դրամը, որը պատասխանողի կողմից հանձնվել է փաստաբանի ազգականին, որի դիմաց պատասխանողը ստացել է պայմանագրի 1 օրինակ եւ պայմանավորվածության համաձայն համապատասխան հայցադիմը մուտքագրվել է էլեկտրոնային եղանակով Երևան քաղաքի Առաջինատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան։ Քննիչի խոսքով Հարությունյանը փաստաբանական ծառայություններ է իրականացրել մեկ այլ վարույթով գտնվելով տնային կալանքի տակ։ Այս վարույթով նրան մեղադրանք է ներկայացվել դատավորի կաշառք ստանալուն օժանդակելու համար։ Քաղաքացի Գևորգյանը մեղադրվում է իր կամ իր մատնանշած անձի օգտին ապօրինի գործողության համար։ Կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվում է նաև դատական ծառայողը։ Դատական իշխանության ներկայացուցչի կաշառք ստանալու հանգամանքը հիմնավորելու համար նախաքննությունը շարունակվում է։ Վարույթ իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված քննչական եւ վարույթային գործողությունների արդյունքներում պայմանավորված հայտարարվել է նախաքննության ավարտ եւ մեղադրյալների մասով անջատվել է նոր քրեական վարույթ, որով կազմվել է մեղադրական եզրակացություն եւ այն հաստատելու միջնորդությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Հարությունյանի պաշտպանը մեղադրանքը համարում է անհիմն։ Գայանե Պապոյանի խոսքով քննությամբ հերքվել է դատավորի կաշառք ստանալու հանգամանքը։ Նա մեղադրյալ չէ։ Եթե մենք չունենք կաշառք ստանալու փաստ, մենք չունենք նաև կաշառք ստացողի օժանդակով նշված իբրև կայացվել է ապօրինի դատական ակտ այն պայմաններում, երբ որ այդ դատական ակտը նույնիսկ չի բեկանվել վերադարձ դատականատյանի կողմից եւ այն մտել է օրինական ուժի մեջ։ Արկա չէ գեթ 1 ապացույց, որ տիկին Հարությունյանը դատավորի անունից կաշառք է պահանջել։ Հարությունյանն ըստ պաշտպանի վստահորդի հետ կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր։ Գումարը մուտքագրվել է համապատասխան իրավաբանական անձի հաշվեհամարին, գումարից վճարվել են հարկերը։ Պապոյանի խոսքով վստահորդը իր ցուցմունքում նշել է, որ տվել է բացառապես ծառայությունների մատուցման գումար։ Տիկին Հարությունյանը եւ վստահորդը իրար երբևէ չեն տեսել, չնայած երկկողմանի ցուցմունքներ են տվել, որ ցանկացել են իրար տեսնել, սակայն այդ միջնորդը այնպես է կազմակերպել, որպեսզի նրանք իրար չտեսնեն։ Պապոյանի խոսքով դատական ծառայողը ներկայացրել է փաստաբանի հոնորարի գումարը որպես կաշառք։ Դատարանի նոյեմբերի 26-ի որոշմամբ ի դեպ մեղադրյալ Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով եւ գրավով։ Մայա Խաչատրյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։